Trade Before Aid կամ առևտուրը օգնությունից գերակա։ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը փոխում է այն երկարամյա համոզմունքը, որ սննդի, բժշկական եւ տնտեսական օգնությունը ԱՄՆ-ի գլոբալ ազդեցության փափուկ ուժի բաղադրիչն է։ 1.8 միլիարդ դոլարի արտասահմանյան օգնության միջոցները կուղղվեն America First նախաձեռնություններին, ինչպիսիք են Գրենլանդիայում ներդնումները եւ Լատինական Ամերիկայում մարքսիստական կամ հակաամերիկյան ռեժիմների դեմ պայքարը։ Թրամփի պաշտոնավարման առաջին իսկ օրերից այս տարվա հունվարից հնչող հայտարարություններից պարզ էր, որ նա 180 աստիճանով կփոխի ԱՄՆ-ից արտասահման ուղարկվող օգնության քաղաքականությունը։ USAID-ը իսկապես կոռումպացված է եւ ոչ կոմպետենտ։ Մենք ընդամենը 2 շաբաթվա ընթացքում միլիարդավոր դոլարների չարաշահումներ ենք բացահայտել եւ սա դեռ սկիզբն է։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի մի քանի շաբաթվա մեջ Թրամփի վարչակազմը միլիարդներ խնայեց, ավելի քան 4000 դրամաշնորհ չեղարկելով։ Սրան զուգահեռ հազարավոր մարդիկ իրենց աշխատանքը կորցրին։ Փետրվարին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար նշանակվեց պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրանք աջակցում են ծրագրերին, որոնցից դժգոհում են տեղական կառավարությունները։ Նրանք լիովին անպատասխանատու են ու չեն էլ համարում, որ աշխատում են Միացյալ Նահանգների համար։ Նրանք կարծում են, թե իրենք գլոբալ կառույց են եւ իրենց տերը ամբողջ աշխարհն է, ոչ թե Միացյալ Նահանգները։ Իսկ ինչ կերպ են այս փոփոխությունները ազդել Հայաստանում աշխատող հասարակական եւ մեդիա կառույցների աշխատանքի վրա։ Դրանց բյուջեի քանի տոկոսն է կազմել USAID-ի տրամադրած ֆինանսավորումը եւ ինչ հետևանքներ են ունեցել կրճատումները։ Զրուցել ենք մի քանի կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Մեծանախաձեռնությունների կենտրոնը երկար տարիներ աշխատում էր USAID-ի հետ։ Միասին 2023-ից մեծ ծրագիր էին սկսել։ Սկզբում ասվեց, որ այդ ծրագիրը այս բանին սառացվում է 3 ամսով, հետո ինչ-որ ժամանակ հետո պարզ եղավ, որ ընդհանրապես չի շարունակվելու այդ ծրագիրը, մոտավորապես 50%, եթե ոչ 60% պետք է դիվերսիֆիկացիան ունենալով մեր համար շատ դժվար էր, ինքն էլ դժվար իրական, նաև մենք մի փոքր առավելություն ունենք մյուս մեր գործընկերների նկատմամբ հիմնականում ունենք, դա որ մեր գրասենյակը մեր սեփականությունն է։ Չնայած այս փոփոխություններին կադրային եւ աշխատավարձերի կրճատումներ կենտրոնում չեն եղել։ Ծրագրի արգելափակումից տուժել է նաեւ ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Լուրջ հարված էր ընդհանրապես ոչ միայն 1-2 կազմակերպությունների համար, այլև Հայաստանում քաղաքացիական հասարակության, քաղաքացիական տարածքի համար։ Դիպած ենք եղել դուրս գալ գրասենյակից, չկարողացանք այլևս վճարել մեր գրասենյակի վարձակալության գումարը, չկարողացանք այլևս պահել մեր հիմնական փորձագետներին, անձնակազմին եւ էականորեն ստիպված են եղել կրճատել այս պահին ընդամենը 2-3 մարդ է ներգրավվածին, մենք մնացինք այս ընդամենը 10% ֆինանսավորման հույսին, որը այլ աղբյուրներից էր, այլ ֆոնդերից էր ստացվում, ոչ ամերիկյան կառավարությունից։ Այսինքն 90%-ը գալիս էր ամերիկյանից։ Այո։ Մարզային հեռուստատեսությունները նույնպես տարեսկզբին խնդիրների առաջ կանգնեցին։ Շատերի համար USAID-ը ֆինանսավորման հիմնական աղբյուրն էր։ Մեր հասարակական կազմակերպության բյուջեի 80%-ը գալիս էր գրանտների, 4 ծրագիր կարից մոտ փակվեց, կարելի ասել լուրջ եւ անսպասելի հարված է, բայց քանի որ մենք եվրոպական ֆոնդերից նույնպես ֆինանսավորում, դա չազդեց։ Իսկ աշխատակազմի կրճատումներ կամ աշխատավարձի կրճատումների հանգեցրել էր ծրագրերի հետ ֆինանսավորումների դադարեցումը։ Արդեն սկսում են հանգեցնել։ Տարվա սկզբին 2 դրամաշնորհ ուղարկեցինք, բայց էլ չհասցրեցինք անգամ պատասխանը ստանալ, քանի որ արդեն դադարեցվեց։ USAID-ի նման, ասենք, այդպես մեծ բյուջե ունեցող դոնորները քիչ են, էլի, ոնց որ դրամաշնորհային ծրագրերը, դրանք օգնում էին, որպեսզի հեռուստաընկերությունը եւ աշխատուժ պահի եւ ինչ-որ ծրագրերը իրականացնի։ Այս տարվա հունվարից USAID-ից հայկական հասարակական եւ մեդիա կազմակերպություններին օգնությունը կրճատվել է ավելի քան 90%-ով։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։